Ուրեմն ասված մարդու առջև երկու ճանապարհ էր դրել։ Հենց դրախտում, երբ որ չարու եւ բարի գիտության ծառը դրվեց մարդու առջև, երկու ճանապարհ դրվեց։ Եթե չուտես արգելված պտղից, պահես տիրոջ պատվիրանը եւ պահելով պատվիրանը ուտես հետո կենաց ծառի պտղից, կմտնես երկնքի արքայություն։ Սա կարճ ուղղակի ճանապարհն էր։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է դրախտը մեկ աստիճան մոտ էր երկնքի արքայությունը, երկրից բարձր էր 9 աստիճան։ Մեկ աստիճան մոտ էր երկնքի արքայությունը։ Եվ ընդամենը մեկ պատվիրան պահելով Ադամը կմտներ երկնքի արքայություն։ Բայց ցավոք սրտի Ադամը չպահեց այդ մեկ պատվիրանը, խախտեց պատվիրանը, տեսեք, ասում է, երբ որ ուտես կմեռնես, երբ որ չուտես կապրես, եւ կերավ մեռավ, եւ մեռնելուց հետո ինչ տեղի ունեցավ։ Աստծո միածին որդին ինքը մեռավ Ադամի հետ, այդ պահից ստաց հենց Քրիստոս։ Երբ որ Ադամին ասում էր ուր ես Ադամ, ուզում էր անգամ ուտելուց հետո Ադամը զղջա, որտեղ եթե անգամ ուտելուց հետո Ադամը զղջար իր մեղքի համար, հնարավոր է այդ մեկ աստիճանը հաղթահարել, բայց ցավոք սրտի մենք էլ իդեմս Ադամի չզղջացինք, չասեցինք մեղա Աստծո եւ ինչ տեղ ունեցավ մեկ աստիճան վեր բարձրանալու համար 9 աստիճան ընկանք երկիր։ Երկիրը մեկ աստիճան հեռու է դժոխքից։ Սայթաքում ես եւ ընկնում ես դժոխք։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս այս բոլորը նախատեսել էր։ Երկու ճանապարհներն են Աստված ամենագետ է եւ ամենակարող է։ Այս բոլորը նախատեսել էր երկու ճանապարհներն են։ Եվ ինքը գիտեր, որ իր միածին որդուն տալու է, զոհաբերու է Ադամի մեղքի պատճառով, բայց եւ այնպես թույլ տվեց, որ Ադամը իր ընտրությունը կատարի, ինքնուրույն լինի, ոչ թե պարտադրանքով։ Տեսեք, Աստված այնքան բարձր գնահատեց մարդու ընտրության հնարավորությունը, որ անգամ իր միածին որդու զոհաբերեց հանուն մարդու ազատության, որ մարդը ազատ լինի, ինքնուրույն լինի, ոչ թե պարտադրանքով Աստծուն սիրի, ոչ թե պարտադրանքով Տիրոջը երկրպագի, այլ ազատությամբ։ Եվ հանձն առավ իր միածին որդուն զոհաբերել հանուն մարդկության ազատ ընտրության հնարավորության։ Եվ այդպես ինչ տեղի ունեցավ։ Ինքն Աստված գնաց Ադամի ոտնահետքերով։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս երկնքից իջավ դրախտ, ասաց ուր ես Ադամ, չկար այնտեղ Ադամը, որտեղ վտարվել էր դրախտից, ընկավ երկիր Ադամը, 9 աստիճան իջավ, հետո էլ դժոխք իջավ Ադամը, Քրիստոս մինչև դժոխք իջավ Ադամի հետևից, որովհետև 930 տարի Ադամի երկրի վրա ապրեց, 6000 տարի էլ դժոխքում սպասեց Քրիստոսին։ Եվ գիտեք, եկեղեցու Սուրբ հայրերը ասում են, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս իջավ դժոխքն ավերելու, առաջինը Ադամը ճանաչեց Քրիստոսին, լույսը տեսավ։ Եվ ասաց, այս լույսը ես դրախտում տեսել եմ, ելեք բոլոր հոգիներ, ձեր փրկությունը մոտեցել է։ Եվ այդպես Քրիստոս իջավ Ադամից հետևից մինչև դժոխքը քանդեց եւ փրկեց։ Մենք միշտ այդ անկման պատմությունն ենք տեսնում, թե ինչպես Ադամը ընկավ, ինչպես մարդկությունը կործանվեց, ջրհեղեղ եղավ, բայց Քրիստոսի փրկությունը շատ ավելի գնահատելի է, որտեղ ինքնուրույն մարդը ընտրում է Քրիստոսին։ Պետք է մենք ընտրենք Քրիստոսին, Ադամի սխալը սրբագրենք եւ վեր գնանք, հավիտենականություն հասնենք։ Ուրեմն սա է փրկություն, Աստված գիտեր երկու ճանապարհներն էլ, չուտես կապրես, ուտես կմեռնես։ Թույլ տվեց, թողեց Ադամի ընտրությանը, Ադամը ընտրեց երկրորդ ճանապարհը,
բայց ինքը Ադամի հետ գնաց զոհաբերվեց, հանձն արավ իր կյանքը իր միածին որդուն տալ, բայց Ադամի սխալը սրբագրել եւ մարդկությունը փրկել։ Տեսեք Աստծո մեծությունը, ամենակարողությունը, ամենահզորությունը եւ իմաստությունը, որտեղ Աստված իմաստուն ձևով չոտնահարեց մարդու ինքնուրույն ազատ ընտրության հնարավորությունը, այլ թույլ տվեց, որ մարդը ինքը ընտրի, բայց հետո պատասխան տա իր ընտրությանը։ Ուրեմն մենք պետք է այս ամբողջ պատմությունից դաս քաղենք։ Այո, Աստված մեզ ազատ կամք է տվել, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր ընտրության պատասխանատվությունը մենք ենք կրելու։ Մենք ենք պատասխան տալու մեր արածի համար։ Ամեն։ Հիմա ով է խոսում էսի։ Արթա։ Итак, перед человеком были поставлены два пути. Еще в раю, когда перед человеком было поставлено дерево познания добра и зла, перед ним оказались два пути. Если ты не будешь есть запрещенный плод, сохранишь заповедь Господа, а после этого, сохранив заповедь, вкусишь плод дерева жизни, войдешь в Царство Небесное. Это был короткий и прямой путь. Святой Григорий Богослов говорит, что дерево было всего на 1 ступень ближе к Небесному Царству, а от земли находились на 9 ступенях выше. То есть всего 1 ступень отделяла человека от Царства Небесного. И если бы Адам сохранил всего 1 заповедь, он вошел бы в Царство Небесное. Но, к сожалению, Адам не сохранил эту единственную заповедь, нарушил ее. Бог сказал: «Если съешь, умрешь, если не съешь, будешь жить». И он съел и умер. И что произошло после этого? Бог, единородный Сын, сам пошел вслед за Адамом. С этого момента речь идет уже о Христе. Когда Бог спросил Адама: «Где ты, Адам?», он даже после того, как Адам вкусил плод, хотел, чтобы тот раскаялся. Потому что даже после греха, если бы Адам раскаялся в своем поступке, возможно, он смог бы преодолеть эту 1 ступень. Но, к сожалению, мы тоже, подобно Адаму, не раскаялись. Мы не сказали: «Согрешил я перед Богом». И что произошло? Вместо того, чтобы подняться на 1 ступень вверх, мы упали на 9 ступеней вниз, к земле. А от земли до ада всего 1 ступень. Сделаешь еще 1 шаг и попадешь в ад. И наш Господь Иисус все это предвидел. Он знал оба пути. Бог всеведущ и всемогущ. Он заранее знал все это. Он знал, что ему предстоит отдать своего единородного сына в жертву из-за греха Адама, но все равно позволил Адаму сделать собственный выбор, быть свободным, а не действовать по принуждению. Посмотрите, насколько высоко Бог оценил свободу человеческого выбора. Он даже пожертвовал своим единородным сыном ради свободы человека, чтобы человек был свободным, самостоятельным, чтобы он любил Бога не по принуждению, не по обязанности соблюдал заповедь Господа, а делал это свободно. Поэтому он отдал своего единородного сына в жертву ради возможности свободного выбора человечества. И что произошло дальше? Сам Бог пошел по следам Адама. Наш Господь Иисус Христос сошел с небес в рай и сказал: «Где ты, Адам?» Но Адама там уже не было, потому что он уже был изгнан из рая. Адам упал на землю, спустился на 9 ступеней, а затем Адам оказался в аду. И Христос пошел вслед за Адамом даже в ад. Согласно этой проповеди, Адам прожил на земле 930 лет, а затем ждал Христа в аду около 6000 лет. И знаете, что говорят святые отцы церкви? Когда наш Господь Иисус Христос сошел в ад, чтобы разрушить его перед Христом, узнал Адам. Он увидел свет и сказал: «Этот свет я видел в раю». И тогда он сказал всем душам: «Восстаньте все души, ваше спасение приблизилось». Итак, Христос пошел вслед за Адамом, даже в ад, разрушил ад и спас его. Мы всегда видим историю этого падения, как Адам падал, как погибало человечество, как пришел потоп. Но спасение через Христа намного более ценно, потому что теперь человек самостоятельно выбирает Христа. Мы должны выбрать Христа, мы должны исправить ошибку Адама, подняться вверх и достичь вечности. Вот что такое спасение. Бог знал оба пути. Не съешь — будешь жить, съешь — умрешь. Он оставил выбор Адаму. Адам выбрал второй путь.
Но Бог все равно пошел вместе с Адамом, отдал своего единородного сына в жертву, чтобы исправить ошибку Адама и спасти человечество. Посмотрите на величие Бога, Его всемогущество, силу и мудрость, потому что Бог мудро не нарушил возможность свободного самостоятельного выбора человека. Он позволил человеку самому выбирать, но после этого человек должен отвечать за свой выбор. Поэтому мы должны извлечь урок из всей этой истории. Да, Бог дал нам свободную волю, но мы должны понимать, что ответственность за наш выбор лежит на нас самих. Именно мы будем отвечать за то, что сделали. Аминь. Հասկացա՞ք։ Շարունակենք։ Ապրես։